Ոնց եք, հայրիկ ջան։ Մենք շատ լավ ենք զգում մեզ։ Ես շատ շնորհակալ եմ մեր բժիշկներին։ Տան վիճակում բերեցինք, սկորիով բերեցինք, իրանք օգնություն կանչեցին նորից, եկան տարան, նրանց հետո վիրահատեցին, բարդ վիրահատություններ էր, շատ շնորհակալ եմ բժիշկներից, որ ոտի կանգնեցրին իրան, շատ բարդ էր, շատ, հուշ չունեինք էլի, որ ինքը կլավանա, բայց բժիշկների հսկողության տակ շատ շնորհակալ եմ։ Եկեք բերլահարող լինել։ 71 ամյա տղամարդ, որը տեղափոխվել է սարսափելի ծանր վիճակում մեր հիվանդանոց եւ իրան կատարվել է միանվագ 4-ից 5 շատ ծախսատար եւ շատ մեծ վիրահատություններ, բոլորը պետպատվերի շրջանակներում ու գումարած 2-3 բարդ իրավիճակներ, որոնք ամեն մեկը առանձին իր համար շատ բարդ է շտկելը ու երեքն էլ միանվագ 12-13 ժամվա ընթացքում շտկվել է։ Ոնց է։ Լավ, ընդհանուր առմամբ վիճակը կայուն, լաբորատոր որևէ փոփոխություններ չունենք, շեղումներ չունենք։ Պացիենտը մեզ դիմել է ստամոքսային տրակտի արյունահոսության դիագնոզով։ Բայց տվյալ պացիենտի մոտ կար շատ խիստ յուրահատկություն, որը չպետք է մոռանալ, եւ արյունահոսությունը սկսվել էր 12 մատնյա աղով, որտեղ էնդոսկոպիկ եղանակով նկատվել էր խոցային մակերես արյունահոսություն շարունակվող։ Ցավոք սրտի պացիենտը տվյալներ մինչև դա չէր ներկայացրել եւ դրանից հետո իմացանք, որ պացիենտը 22 թվականին վիրահատվել էր եւ տարել էր աորտայի պրոթեզավորում։ Եվ առաջացել էր խուղակ 12 մատնյա աղու եւ աորտայի պրոթեզի միջև։ Բացի դրանից իրավիճակը բարդանում էր նրանով, որ ունեինք նաեւ լեղաքարային հիվանդություն, ընդհանուր լեղածորանում քարի առկայություն, որը մասնակիորեն խցանել էր ընդհանուր լեղածորանը եւ լեղին չէր կարողանում ամբողջությամբ դուրս գալ 12 մատնյա աղիք։ Ունեինք նաեւ պատրում աորտայի ու դրա հետևանքով էր արդեն իսկ արյունահոսությունը առաջացել այդ խուղակի միջոցով դեպի 12 մատնյա աղու լուսանցք։ Այն աստիճանի, որ մեր հիվանդանոցի յուրաքանչյուր բժիշկ աշխարհի յուրաքանչյուր կոնֆերանսում կամ կետում բարձր ճակատով կարող է այս кейսը որպես հաջող кейս ռեպորտ ներկայացնի ու գրավի բոլոր մեր արտասահմանցի գոլեգաների ուշադրությունը։